առաջ շարժվել ըստ այդ տրամաբանության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, անցնենք տեսահարցերին, խնդրեմ առաջին տեսահարցը։ Բարև ձեզ, Մարկարյան Անուշավան, տիկին նախարար, շնորհակալություն հնարավորության համար։ Անձնագրի էջերը պոկվում թափվում են։ Մի քանի շաբաթ առաջ ենք ստացել, առաջի էջի վրայի կերպը արդեն ջնջվել է։ Կլինի մի օր, որ մենք նորմալ անձնագրեր ստանանք։ Սիրելի քաղաքացի, նախ եւ առաջ, եթե ես ճիշտ նկատեցի, հորդորում եմ ամրակապված վարել, որովհետև դա առաջին հերթին բխում է ձեր անվտանգությունից։ Անդրադառնալով հիմնական հարցադրմանը պիտի փաստեմ, որ կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչպես նշեցի, մենք բավական մեծածավալ աշխատանքներ ենք տարել եւ այո, լիարժեք ճիշտ եք ներկայացնում պատկերը, ունենք անձնագրի որակի, տպագրման ընթացքի, տպագրման տեխնոլոգիայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այս պահին անկեղծորեն պիտի փաստեմ, որ շատ ցածրորակ համակարգ ունենք որպես այդպիսին, նաեւ ենթակառուցվածք, ինչը տասնյակ տարիներ այս համակարգում ռեալ եւ կայուն ներդրում չանելու հետևանք է որպես այդպիսին եւ մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը ի վերջո ներդնելու Հայաստանի Հանրապետությունում բիոմետրիկ նոր համակարգ։ Ունենք արդեն մասնավոր գործընկերոջ հետ կնքված պայմանագիր, մասնավոր գործընկերը ֆրանսիական Ingroup ընկերությունն է, որն արդեն իսկ Հայաստանում հիմնադրել է HiPass փակ բաժնետիրական ընկերությունը եւ գործադիր տնօրենը իր թիմով մեզ հետ շատ սերտ աշխատում է, որպեսզի մենք կարողանանք մեր խոստացած ժամկետում, այն է 2026 թվականի երկրորդ կիսամյակին մատուցել այս ծառայությունները մեր քաղաքացիներին։ Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ մենք արդեն իսկ իդենտիֆիկացրել ենք այն անձնագրային գրասենյակները, որոնք կբացվեն թե Երևանում, թե Հանրապետության բոլոր մարզերում։ Ընդ որում ես ուզում եմ նաև ներկայացնել ընթացքը այս աշխատանքի։ Շատ հաճախ, երբ որ մենք մտնում ենք տարբեր անձնագրային գրասենյակներ, նկատում ենք, որ փոքր տարածքներ են, լուսավորության ոչ բավարար մակարդակ ունեցող տարածքներ են, կամ վթարային տարբեր շենքեր են, մատուցվում է ոչ այն որակի ծառայություն, ինչին դուք արժանի եք։ Եվ այս բոլոր հանգամանքները մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում ենք եւ փորձում ենք այնպիսի գրասենյակներ եւ այնպիսի նաեւ ծառայություն ձևավորել, որպիսի անձնագրային համակարգի ցածրորակ աշխատանքի այս էջը ի վերջո կարողանանք փակված համարել Հայաստանի Հանրապետությունում։ Ընտրվում են այնպիսի գրասենյակներ, որոնք հարմարավետ կլինեն, վստահեցնում եմ ձեզ, մատուցվող ծառայությունների տեսանկյունից եւ մենք կկարողանանք այո միասին արձանագրել, որ ունենք Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայությունների մատուցման լիովին նոր ստանդարտ, որը կլինի օրինակելի ցանկացած հանրային ծառայության տեսանկյունից։ Նշեմ, որ Երևանում գործող երկու առևտրային համալիրներում, մոլերում կունենան գրասենյակներ, ինչը եւս նոր կասի հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից եւ կարծում եմ, որ գնումներ կատարելիս կամ ցանկացած տեղում, եթե մոտ եք տվյալ մոլին, կարող եք հանգիստ մտնել եւ կարողանաք ստանալ ձեզ մատուցվող ծառայությունը։ Ընդ որում նաեւ բոլորը մեկում ծառայություն եւս ունենք, որտեղ որ կկարողանաք ինքնուրույն սպասարկվել եւ հայտեն ուղարկել արդեն համապատասխան որոշման կայացման տեսանկյունից։ Գրասենյակները կլինեն լիովին նոր, նաեւ երեխաների համար նախատեսված խաղային զոնաներ եւս կունենանք, որպիսի մայրիկները կամ հայրիկները, որոնք որ ծառայություն մատուցելիս կկարողանան այցելել այնտեղ երեխաների հետ, երեխաները եւս կարողանան ունենալ օգտակար զբաղվածության համար նախատեսված սպասասրահ եւս այս տեսանկյունից։ Կարծում եմ, որ այն աշխատանքը, որն այս պայծրությամբ մասնավոր գործընկերոջ հետ մենք կատարում ենք, դուք եւս կկարողանաք առաջիկայում համոզվել, որ իրականում ոչ թե մենք խոսում ենք հերթական որևէ փաստաթղթի ձևավորման եւ տրամադրման մասին, այլ այն նոր խոսք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Եվ նաեւ մենք սրան զուգահեռ այս միտքը ամրապնդելով աշխատում ենք նաև գեղարվեստական լուծումների վրա, ինչու, որովհետև մեզ համար կարևոր է, որ մեր քաղաքացիները թերթելով անձնագիրը կարողանան հարազատության զգացում ունենալ եւ կապը քաղաքացի պետություն կարողանանք ավելի ամրապնդել եւ նոր որակ հաղորդել այս հարաբերություններին։ Եվ ամփոփելով ուզում եմ նշել, որ այո, անձնագրերի որակի հետ կապված նոր ստանդարտներ ունենալու ենք, անկեղծորեն ընդունել ենք, որ առկա համակարգը չի բավարարում որևէ մեկի սպասումներին եւ 2026 թվականի երկրորդ կիսամյակին արդեն կունենանք նոր համակարգը տեղում եւ մեր քաղաքացիներին սպասարկման ունակ։ Ես ավելացնում մի բան, որ քաղաքացու հնչեցրած մտահոգությունը վերաբերվում է տվյալ պահին ստացած անձնագրի հետ։ Նախարարը նշեց, որ համակարգը շատ հնացած է եւ ներդրումներ չլինելու պարագայում։ Իհարկե մեր նպատակը բիոմետրիկ անձնագրեր ունենալն է եւ դա մենք կունենանք, որտեղ դա նաեւ վիզաների ազատականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է լինելու եւ դա կլինի, նաեւ մրցույթը հայտարարված է եւ մրցույթը հաղթող ունի եւ այդ ճանապարհով մենք կգնանք։ Շնորհակալություն, անցնենք երկրորդ տեսահարցին։
Ես Արմինե Անտոնյանն եմ, Լոռու մարզից, ողջունում եմ ձեզ տիկին նախարար, ես անչափահասի տատիկ եմ և խոսքս հենց անչափահասների մասին է, վերջերս ականատես եղան Նոյեմբերյանի դպրոցում դաժան ծեծի, հետո տարբեր դպրոցներում երեխաների ձեռքբերումների կամ ձեռքերի մասին, արդյոք նման իրավիճակ է մեր երկրում և ինչ պետք է անել, որ չլինի նման իրավիճակ, միգուցե մենք էլ անելիք ունենք։ Շնորհակալություն շատ կարևոր հարցադրման համար։ Իրականում ես ուզում եմ նախ եւ առաջ մի կարևոր փաստ արձանագրել։ Հայաստանի Հանրապետությունում համատարած կերպով անչափահասների կողմից հանցագործություններ չեն կատարվում։ Սա շատ հստակ է եւ ես ուզում եմ, որ մենք տարբեր դեպքեր կամ դրանց ինտենսիվությունը նկատի ունենալով որևէ ժամանակահատվածում չանենք ընդհանուր ձևակերպումներ եւ ընդհանուր գնահատականներ չտանք, որովհետեւ գերակշիռ մեծամասնությունը մեր անչափահասների եւ երիտասարդների փայլուն կերպով ստանում է կրթություն, շարունակում է ինքնազարգացման եւ ընդհանուր առմամբ զարգացման վրա աշխատել իր եւ նմանատիպ գնահատականները հավաստիացնում են, որ ապամոտիվացնում են շատ հաճախ մեր անչափահասներին շարունակելու իրենց ճանապարհը եւ նորանոր արդյունքներ նվաճելու։ Սա առաջին արձանագրումը, որն ուզում եմ, որ մենք անընդհատ ինքներս մեզ համար առնվազն փաստենք եւ ըստ այդմ մեր հետեւությունները տարբեր առանձին դեպքերի մասով անենք ողջամիտ կերպով։ Երկրորդը, այո, առանձին դեպքեր կան, որտեղ որ իրականում մենք մտահոգող տարբեր պատկերներ ունենք։ Ես չեմ ուզում առանձնացնել տարբեր դպրոցներ, որովհետև չեմ ուզում նաև թիրախավորել որոշակի դպրոցների, այլ ուզում եմ արձանագրել, որ այո, որոշ իրավիճակներում մենք ունենք խնդիրներ, որտեղ որ աշխատանքի կարիք կա։ Բայց ուզում եմ հետևյալ տրամաբանությամբ անդրադառնալ այս հարցադրմանը։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ մենք չվերաբերենք անչափահասների կողմից կատարվող տարբեր խնդիրներին կամ թերացումներին կամ տարբեր իրավախախտումներին կամ հանցանքներին այնպես, կարծես դրանք փոքր խնդիրներ են եւ դրան չարժե որևէ ուշադրություն հատկացնել։ Այլ հակառակը, ցանկացած խնդիր, որը տվյալ իրավիճակում կարող է ի հայտ գալ, մենք պիտի մեծ ուշադրության կենտրոնում պահենք եւ կարողանանք վստահ լինել, որ խնդիրը հաղթահարված է եւ հետագայում ավելի լուրջ իրավիճակներ չենք ունենալու։ Եվ բայց ինչ ենք տեսնում մենք պրակտիկայում։ Մենք պրակտիկայում տեսնում ենք, որ այո, շատ հաճախ խրախուսվում է տարբեր վարքագիծ անչափահասների կողմից եւ ի վերջո ունենում ենք պատկեր, որ ունենում ենք ծեծկրտուկ, մարմնական վնասվածքների պատճառում եւ այսպես շարունակ։ Բայց շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ շղթայում ներգրաված բոլոր դերակատարները ճիշտ ռեակցիա տան կոնկրետ իրավիճակին։ Նկատի ունեմ ընտանիքին, նկատի ունեմ դպրոցին, նկատի ունեմ սոցիալական ծառայություններին, նկատի ունեմ իրավապահ համակարգին, նկատի ունեմ հարության մյուս շերտերին, որոնք որ այս կամ այն կերպ կարող են առնչվել տվյալ հարցին։ Ինչու եմ առանձնացնում այս շերտերը եւ այս խմբերին, որովհետեւ շատ կարեւոր է, որ ընտանիքը չհամարի, որ այս դեպքը կարող է ընտանիքի հեղինակության վրա ազդող որևէ գործընթաց հանդիսանալ եւ ըստ այդմ դեպքը թաքցվի իրավապահ համակարգից։ Նույն կերպ նաեւ դպրոցի հետ է խնդիրնի հայտ գալիս, որովհետեւ շատ հաճախ մենք նկատում ենք, որ դպրոցի տնօրինությունը կամ դպրոցական ուսուցչական անձնակազմը չի բարձրաձայնում խնդրի մասին, խնդիրը չի հասանելի դարձնում իրավապահ համակարգին այն պատճառով, որ ուղղակի դպրոցի հեղինակազրկման կամ դպրոցի պիտակավորման հետ կապված վախեր կամ մտահոգություններ կան։ Սիրելի քաղաքացիներ, խոսքս ուղղում եմ բոլոր խմբերին այս տեսանկյունից, ինչ որ թվարկեցի։ Մենք ցանկացած խնդիր պիտի լուծենք միասին։ Ցանկացած խնդրի բարձրաձայնումը շատ ավելի կարևոր է, քան խնդրի քողարկումը եւ ըստ այդմ խնդրի ավելի մեծացումը որպես այդպիսին։ Ես ընթացիկ տարում արդեն հասցրել եմ 9 միջնորդագիր ուղարկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Անցած տարի այս թիվը ընդամենը 3-ն էր։ Ինչու եմ ուզում հատկապես այս թվի վրա ուշադրություն կենտրոնացնել, որովհետև ես այն համոզմանն եմ, որ ներքին գործերի նախարարը պետք է շատ ավելի զգոն վերաբերի այն իրավիճակներին, երբ որ դպրոցի ուսուցչական անձնակազմը, դպրոցի տնօրինությունը իմանալով դեպքի կատարման մասին չի բարձրաձայնում եւ ինֆորմացիան հասանելի չի դարձնում իրավապահ համակարգին։ Կրկին, սա չի թիրախավորում որևէ դպրոցի։ Սա պարզապես միտում ունի բարձրացնելու մեր պատասխանատվության զգացումը եւ ստիպելու, որպեսզի դպրոցները կարողանան ցանկացած տեղեկատվություն հասանելի դարձնել իրավապահ համակարգին եւ տեղ թողնեն
արդեն իրավապահ համակարգի աշխատանքի համար։ Ես շարունակելու եմ այս գործելավոճով աշխատանքը եւ վստահ եմ, որ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարը գործընկերս Տիկին Անդրեասյանը եւս այն համոզմանն է եւ այն մոտեցումն է կիսում, որ այս խնդիրները պիտի բարձրաձայնվեն եւ մենք այս խնդիրներին պիտի համատեղ կերպով լուծումներ տանք։ Այստեղ կարևոր է համընդհանուր, այսպես ասեմ, մոտեցումներով խնդրի լուծմանը գալը, որովհետեւ միայն ընտանիքը առանձին վերցրած, միայն դպրոցը առանձին վերցրած, միայն իրավապահ համակարգը առանձին վերցրած չեն կարող հասնել խնդրի լուծմանը։ Եվ հետեւաբար ցանկացած ազդակ, որը որ կա, մենք պիտի միասին քննարկենք եւ կարողանանք խնդրի լուծմանը գալ։ Այնպես որ այստեղ պատկերացնում եմ միախմբված աշխատանք, համատեղ ջանքերի ներդնում, որպեսզի մենք կարողանանք առաջիկայում վստահ լինել, որ մենք գնում ենք կանխարգելման հետևից, այլ ոչ միայն պիտակավորում ենք որևէ անձի կամ միայն գնում ենք դեպի պատժելու ճանապարհով։ Այստեղ ես ուզում եմ նաև մի խնդրի անդրադառնալ, երբ նույն ձեր մատնանշած օրինակը կամ մեկ այլ օրինակ մեդիադաշտում տարբեր տեսանյութերի տեսքով տարածվում է եւ դառնում հանրային քննարկման առարկա, իհարկե հանրային քննարկումը չափազանց կարեւոր է այս իրավիճակներում, բայց ես կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ այն անչափահասները, որոնք կամ կատարող են, կամ զոհ են տվյալ իրավիճակի, չդառնան թիրախավորման եւ պիտակավորման սուբյեկտ որպես այդպիսի։ Ընդհուպ մինչև համացանցում տարածվում են այնպիսի գրառումներ, որ ընտանիքի անդամների տվյալներն են արդեն իդենտիֆիկացում, փորձում են հաշվեհարդար տեսնել ընտանիքի անդամների հետ, սա ծայրահեղ վատ մոտեցում է, որևէ ձևով չարդարացված մոտեցում է, եւ ես ուզում եմ, որ մենք զգույշ լինենք այս հարցերի քննարկումից եւ հանրային տիրույթում հարցերը քննարկենք պահպանելով երեխայի լավագույն շահը եւ հանրային անվտանգության այն սկզբունքները, որոնք որ պիտի բոլորս հարգենք հանրային տիրույթում այս կամ այն հարցը քննարկելիս։ Նաեւ ուզում եմ փաստել, որ տեսանյութի տարածմամբ չէ, որ իրավապահ համակարգը զբաղվում է այս խումբ իրավիճակների քննությամբ եւ դրանց բացահայտմամբ։ Տեսանյութերի տարածումից շատ ավելի վաղ, որ մենք իմանում ենք դեպքի մասին, ընդ որում օպերատիվ աշխատանք իրականացնելու արդյունքում ենք իմանում դեպքի մասին, հետամուտ ենք լինում, որպեսզի դեպքը ամբողջ ծավալով բացահայտվի, եւ եթե կա պատասխանատվության վրա հասնելու գործիքակազմ, այդ պատասխանատվությունը վրա հասնի։ Բայց նորից եմ ուզում շեշտել, մեր քաղաքականությունն այն է, որ պիտի աշխատենք նաեւ հենց այդ անչափահասի հետ եւ կարողանանք վարքագծի շտկում ունենալ եւ չտանենք դեպի ավելի վատ հետևանքների, որը որ կարող է բերել կրկնահանցագործության կամ այլ բացասական հետևանքների։ Շնորհակալություն։ Նախարար նշեց, որ համատարած բնույթ բնականաբար դա չի կրում, բայց դպրոցը պետք է շեշտել, որ սովորելու համար է։ Եվ եթե դպրոցում ցես կրտուկներ ա լինում, դա պետք է հետևանք չունենա, ծանր հետևանքներ պետք է չունենան։ Կարող է վեճեր առաջանան, բայց այդ վեճերը դպրոցը պետք է արդի, իսկ վեճերի հեղինակները պետք է նայել, այնտեղ վեճի մեջ բռնկվողները ինչպիսի ոնց են հասել դրան։ Վերջերս նկատեցիք, որ մենք մեր օրենքների մեջ շտկել ենք, որ դպրոցական հասակի երեխաները պետք է սառը զենք իրենց հետ չկրեն, որտեղ շատ դեպքերում սառը զենքը վերցրած գնում են դպրոց կամ այլ գործիքներ են ունենում, այլ պարագաներ, ոչ կրթական պարագաներ դպրոց մտնելուց։ Իհարկե դպրոցը ընտանիքը շատ անելիք ունի, նախարար նշեց այդ մասին, բայց նաև պետք է կրթական, բուռն պրոցեսները պետք է կլանեն մեր աշակերտներին կենտրոնալ կրթության վրա, երբ որ նրանք կրթությունից բացի այլ ժամանակ եւ հետաքրքրություններ ունենում, կռիվը կարող է ձևավորվի դպրոցում եւ դպրոցից դուրս դա վերածվի ծանր հետևանք ունեցող մի գործընթացի։ Ուզում եմ ասել, որ ոստիկանությունը չի, որ միայն պետք է պատասխան տա տվյալ երևույթի համար, նախարարը նաև կրթական համակարգի եւ ոստիկանության սերտ կապերի մասին մենք անչափահասների գծով տեսչական մարմիններ ունենք, որոնք նաև պետք է վիճակագրություն պահեն, թե այդ տարեկի երեխաներից ակտիվ այն երեխաները, որոնք կրթությունից բացի այլ հետաքրքրություններ ունեն, գուցե նրանց հետաքրքրությունները պետք է տանեն դեպի սպորտ, դեպի այլ միջավայր, որպեսզի պարպվի այդ էներգիան, որը կարող է վերածվի մի չնչին բանից մի կաթիլ մեղր դառնա, եւ այդ մի կաթիլ մեղրը ճակատագրեր խեղեն, որի իրավունքը մենք չունենք։ Կուզենայի մի անգամ եւս ակցենտավորել եմ, որ ներքին գործերի նախարարությունը օրինագիծ էր բերել ու փաստացի արգելվեց ու եթե չեմ սխալվում քրեական թե վարչական պատասխանատվություն նախատեսվեց անչափահասներին սառը զենքի նմանվող առարկաների վաճառքի համար, ինչը չափազանց կարևոր է, քանի որ
առաջ այս դաշտը այդքան էլ կարգավորված չէր ու անչափահասները փաստացի տարբեր խանութներով, on-line shop կոչվածներով կամ նույն ֆիզիկական խանութներից կարողանում էին գնել զառազենքի նմանվող առարկաներ ու դա փաստացի այդքան մեծ պատասխանատվություն չէր առաջացնում դա վաճառողի համար ու լինում էին նաև դեպքեր, որոնք որ ունենում էին ողբերգական հանգուցալուծում, ու սա չափազանց կարևոր քայլ էր, որ եթե նույնիսկ միջադեպը տեղի է ունենում, ապա դրա ողբերգական ելքի հնարավորությունը շատ ավելի փոքրանում է, եթե անչափահասներից եւ ոչ մեկի մոտ զառազենքի նմանվող առարկա չկա, բայց այստեղ կուզենայի նորից վերընկցել պարոն Քոչարյանի ասածը, որ ընդհանուր այն միջավայրը, որոնք որ կենսագործունեությունն է ծավալում անչափահասը մեծագույն նշանակություն ունի։ Ոստիկանությունը եւ ներքին գործերի նախարարությունը իրավապահ համակարգը առհասարակ բնականաբար կա եւ նրա ներկայությունը պիտի շոշափելի լինի, բայց միևնույնն է, առաջին հերթին առաջին օղակը անչափահասի հետ շփման դա ընտանիքն է, երկրորդ օղակը դա կրթական միջավայրն է։ Ու այստեղ պիտի նորից խնդրենք մեր քաղաքացիներին, ծնողներին հատկապես շատ մեծ ուշադրություն դարձնել անչափահաս իրենց զավակներին, նրանց կենսագործունեության շրջանակին են, թե ինչ հետաքրքրություններ ունեն, ինչով են հետաքրքրվում, ինչ շրջապատում են, որտեղ են գտնվում, երբ որ տանը չեն, ինչ հետաքրքրություններ ունեն, նույնը նաև դպրոցներում։ Վստահեցնում եմ ձեզ, որ փոքր-ինչ հավելյալ ուշադրությունը 10%, 20% հավելյալ ուշադրությունը կօգնի որպեսզի հեռու պահենք անչափահասներին այնպիսի միջավայրից, որտեղ որ ինչ որ մի փորձանքի կարող է հանդիպել։ Շնորհակալություն, դիտենք մեր երրորդ